Առանց մեկնաբանությունների։ Թերևս հարց, որը Առանց չեմ մեկնաբանում։ Պաշտոնյաները չեն հստակեցնում, արդյոք առաջիկայում իսկ ավելի կոնկրետ հաջորդ ամսվա սկզբին հայ-թուրքական սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Ժամկետներ նշելուց հրաժարվեց ոչ միայն ազգային ժողովի նախագահը, այլ նաեւ հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Թուրքական կողմը վերականգնում է Ալիջան անցակետը եւ ովքեր որ չգիտեն, Ալիջանը այսինքն մեր կողմից Մարգարայի անցակետն է, իրենց կողմից Ալիջանի, ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, թույլ տվեք հիմա բան չասեմ, երբ որ ժամանակը գա, պատշաճ կերպով կտեղեկացվեմ։ Ես թույլ տվեք հիմա բան չասեմ, որովհետեւ ես ուզում եմ հայտնել որևէ բան, երբ որ դա տեղի ունենա։ Տարեվերջին Երևանն ու Անկարան տեղեկացրին, դյուրացրել են վիզաների տրամադրումը դիվանագիտական հատուկ եւ ծառայողական անձնագրեր կրողների համար։ Զուգահեռ թուրքական լրատվամիջոցները գրում էին, որ Թուրքիա-Հայաստան սահմանին Ալիջանի անցակետում վերազինման աշխատանքներ են։ Անցած շաբաթ արդեն թուրքական պետական Անադոլուն հայտնեց, անցակետում աշխատանքները գրեթե ավարտված են։ Ես ուղղակի հիմա չեմ ուզում այս թեմայով շատ բան ասել, ոչ թե որովհետև ինչ որ թաքցնելու բան ունեմ կամ չեմ ուզում ձեզ ինֆորմացիա տալ, այլ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում իմ փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է սպասել ինչ որ բան լինի, այդ ժամանակ հայտարարել։ Ես չեմ ուզում որևէ կերպ գործընթացներին վնաս տամ։ Երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածություն Երևանն ու Անկարան ձեռք են բերել ավելի քան 3 տարի առաջ, երբ դեռ նոր էր մեկնարկել հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ընդ որում պայմանավորվածությունը պետք է կյանքի կոչվեր ամենասեղմ ժամկետում։ Բայց եթե այդ ուղղությամբ հայկական կողմը կոնկրետ քայլերի էր դիմում վերանորոգելով Մարգարայի անցակետը, ապա նույն ազդակները չկային Անկարայից։ Թուրքիան ոչ միայն չէր շտապում կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունը, այլ նաև ուղիղ հայտարարում էր հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացները փոխկապակցված են։ Հաշտեցման հարցով հնարավոր քայլերի մասին Թուրքիայի նախագահը խոսեց անցած դեկտեմբերին, երբ արդեն նախաստորագրված էր հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը։ Ստացվում է Թուրքիան քայլ արեց, երբ տեղաշարժ նկատեց հայ-ադրբեջանական կարգավորման հարցում։ Չեմ կարող ասել, կարևորն այն է, որ ամեն ինչ առաջ շարժվում է։ Իսկ հնարավոր է 3 տասնամյակ փակ սահմանը բացվի ոչ միայն երրորդ երկրների քաղաքացիների համար, այլ կարգավորումը ավելի առարկայական լինի, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն։ Մեր դիրքորոշումը մշտապես այն է եղել, որ մենք ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ հենց վաղը եւ հաստատված դիվանագիտական հարաբերությունները հենց վաղ է եւ այս առումով մեր դիրքորոշման մեջ բան չի փոխվել, բայց այնուամենայնիվ մենք ունենք նաեւ հստակ պայմանավորվածություն 2022 թվականին ձեռք բերված երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանձնագրեր կրող անձանց համար սահմանը բացելու վերաբերյալ եւ հույս ունենք, որ շուտապույտ կիրականացվի։ Այս թեմայով ես իսկ թվում է բավարար պատասխանեցի։ Թուրքիայի արտգործնախարարը անցած շաբաթ դարձյալ վստահեցրել էր, Անկարան ցանկանում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիր ստորագրվի, ինչպես նաեւ կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները։ Հաքամ Ֆիդանը նաև ասել էր, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ մոտ 2 ժամ քննարկել են Վաշինգտոնում անցած շաբաթ ստորագրված TRIP փաստաթղթի մանրամասները, որը հայ-ամերիկյան նախագիծ է։